Եթե չեմ սխալվում, պարոն Խաչատրյան, ձեր ոլորտի ղեկավարը, պարոն Թորոսյանը, հիմնական պատճառներից մեկը նշում էր կանանց խնդիր, այսինքն կանայք են հիմնական պատճառը, որ մենք ծնելիության խնդիրներ ունենք, միգուցե սխալվում եմ, բայց ես ուզում եմ մի քանի ուրեմն խնդիրների վրա ուշադրություն դարձնենք մենք, ինչն է պատճառը, մի քանի անգամ, ճիշտ է սոցիալ նախարարության հետ կապ չունի, մի քանի անգամ առաջարկություն ենք ներկայացրել առողջապահության նախարարությանը, ասելով, որ պետք է այն ընտանիքները, որոնք խնդիր ունեն երեխա ունենալու, պետությունը պետք է հոգա այդ ծախսերը։ Ասել են լավ բան եք ասում, ճիշտ բան եք ասում եւ այլ, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Հիմա ինչքան ընտանիքներ կան, որ ուզում են երեխա ունենան, չեն կարում, ոչ ֆինանսը չի ներում։ Արհեստական բեղմնավորման մասին է։ Պետությունը պետք է սա ձրի սարքի, ձրի։ Երեխաների վրա, ծնելիության վրա, մենք առհասարակ պետք է փող չխնայենք։ Փող չպետք է խնայենք դրա վրա։ Եթե հիմա նայում ենք մեր երկրի եւ հարևան Վրաստանի օրինակ, շատ եմ ես նաև նամակներ ստանում, որ օրինակ նույն երեխաների տակդիրները, այդ հիգիենայի պարագաները եւ այլը 2-3 անգամ ավելի էժան է։ Ավելի էժան է։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս թանկացումների պարագայում մարդը կարողանա շահագրգռված լինի, որ կարողանա վերջը այդ կարիքները հոգա։ Մենք այդ առումով ես չգիտեմ, էլի պետք է նայ որ օրենսդրական փոփոխություններ անենք, որ կարողանանք գոնե թե այդ առաջին անհրաժեշտության այդ հիգիենայի պարագաները եւ այլ, որ էլ շատ կարեւոր է։ Կարողանանք այդ գների նվազեցման հետ կապված ուրեմն հարցի լուծել։